Տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու նպատակով ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որը զբաղվում է բացառապես խոշոր բիզնեսի վերահսկողությամբ, ընթացիկ տարվա հուլիսին 15 տնտեսվարողների մոտ իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը հունիսի համեմատ աճել է ավելի քան 42,000-ով, իսկ գումարային արտահայտությամբ իրացման շրջանառությունն աճել է շուրջ 2,5 միլիարդ դրամով։ Իրականացված միջոցառումների ընթացքում բավականին ուշագրավ դեպք է արձանագրվել։ Ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով 8-րդ բաժնի աշխատակիցներն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացրել Արաքս թռչնաֆաբրիկա ընկերությունում։ Պարզվել է, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երևանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ սառնարանից Ford Michelin ավտոմեքենայով մատակարարում է իրականացվել Վանաձոր քաղաք։ Բեռնափոխադրման պահին աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պահանջել են բեռն ուղեկցող փաստաթուղթ։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ առաքումների գրքում առկա են անճշտություններ օրենքի կոպիտ խախտումներով։ Միաժամանակ 8-րդ բաժնի մյուս աշխատակիցները Երևանում ճշտել են դրանց իսկությունը։ Արդյունքում ստացվում է, որ փաստաթղթերով որպես ապրանքների ստացող կողմ ցույց է տրվում Գազել Մակնիշի պահեստ ավտոմեքենան, սակայն այն իրականում բեռնաթափվում է Վանաձորի շուկայի հետնամասում գտնվող պահեստային տարածքում, որը սակայն հայտարարագրված չէ հարկային տեսչությունում, եւ այստեղից էլ հիմնականում առանց փաստաթղթերի ապրանքներն իրացվել են տարբեր գնորդների։ Հաշվպահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նման ընկերությունների գործելավոճը պարբերական բնույթ է կրել։ Առաքվող տեղափոխվող ապրանքների գրանցման գրքի միևնույն էջի եւ տողի համարով տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների եւ արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձևակերպվել, որպես կանոն գումարով ամենափոքրը։ Այս դեպքում ընկերության դուրս գրված փաստաթղթերով առաքվող ապրանքների զգալի մասը համապատասխան հաշվապահական ձևակերպումներ չի ստացել, հետեւաբար չի ներառվել հարկային հաշվետվություններում արտացոլվող իրացման շրջանառության մեջ։ Այդպիսով ընկերությունը խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու համար։